Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արձագանքել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը եւ նշել, որ մարդասպանները անպայման պատասխանատվության կենթարկվեն։ Ցանկացած արյան դիմաց արյան բեն վճարում։ Նահատակներին սպանած հանցագործները շուտով կհատուցեն իրենց արածի համար, ասել է Խամենեին։ Լարիջանիի սպանությունից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվել է։ Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, թիրախավորելով իսրայելական բանակի վերալիցքավորող ինքնաթիռները։ Միաժամանակ պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումն իրականացրել է Իրանը։ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ոչ միայն Լարիջանիին, այլ նաև նրա որդուն եւ Իրանի հետախուզության նախարարին։ Սպանությունից հետո Իրանում արդեն տեղի է ունեցել նոր նշանակումներ։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Հուսեյն Դեհղանը։ Նա նախկինում զբաղեցրել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը եւ եղել է երկրի գերագույն առաջնորդի պաշտպանական արդյունաբերության հարցերի խորհրդականը։ Հետախուզության եւ ազգային անվտանգության նախարար է նշանակվել Մոստաֆա Պուր Մոհամմադին։ Նա երկար տարիների փորձ ունի անվտանգության համակարգում, եղել է Իրանի ներքին գործերի նախարար, գլխավոր դատախազ, նաև ղեկավարել է արտաքին հետախուզության վարչությունը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Լարիջանիի եւ մյուսների աճյունները 3 տեղափոխվել են Թեհրանի կենտրոնական հրապարակ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են այնտեղ հրաժեշտ տալու Իրանի քաղաքական համակարգի ազդեցիկ գործիչներին։ Լարիջանիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Լարիջանիին անվանել է Ռուսաստանի իսկական բարեկամ, իմաստուն եւ հեռատես քաղաքական գործիչ, որի հետ բազմիցս հանդիպել է։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ բոլոր ճակատներում սպասվում են նշանակալի անակնկալներ, որոնք պատերազմը կբարձրացնեն նոր մակարդակի։ Նրա խոսքով լիազորել են Իսրայելի պաշտպանության բանակին վերացնել ցանկացած իրանցի պաշտոնյայի, երբ նա նույնականացվի եւ հաստատվի որպես թիրախ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։ Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա զգուշացրել է, որ ծանր հետևանքներ կլինեն, եթե Իրանը կրկին հարվածի Քաթարի գազային ենթակառուցվածքներին։ Թրամփը նշել է, որ Իսրայելը այլևս չի հարվածի հարավային Պարս գազային հանքավայրին, եթե Իրանը չհարձակվի Քաթարի վրա։ Սակայն ըստ նրա նման հարձակման դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է զանգվածային հարված հասցնել նույն գազային հանքավայրին այնպիսի ուժով, որը, ինչպես նա է նշել, Իրանը երբեք չի տեսել։ Տարածաշրջանում ստեղծված լարվածության ֆոնին քննարկումներ են ընթանում նաև միջազգային հարթակներում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համատեղ քայլերով վերաբացել Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն էներգետիկ ճանապարհներից մեկը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին խոսել է Նորվեգիայի կատարած այցի ընթացքում, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի սառը արձագանք զորավարժություններին։ Զորավարժությունները մեկնարկել են մարտի 9-ին եւ կշարունակվեն մինչեւ մարտի 19-ը։ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին սոցիալական ցանցերում տարածվել է նաև խորհրդանշական մի տեսանյութ։ Լիբանանցի թավջութակահար Մահդի Սահելին Բեյրութի ավերակների մեջ կատարում է Արամ Խաչատրյանի Անդանդինոն։ Անի Աբաղյան, Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։